Վրաստանի օրինակը իրականում ինքը շատ պրակտիկորեն ուսանելի օրինակ է, որովհետև երկար ժամանակ Վրաստանը փորձում է դառնալ Եվրոպական անդամ պետություն, բայց վերջին տարիներում կտրուկորեն լարված հարաբերություններ են երևում երկու պետությունների միջև, Եվրամիության եւ Վրաստանի միջև, ինչի արդյունքում Վրաստանը ըստ էության երևում է, որ հեռանում է, ավելի ճիշտ կլինի ասել Վրաստանին հեռացնում են, հենց Եվրամիությունն է հեռացնում Եվրոպայից Վրաստանին։ Սա մեզ ինչ է ցույց տալիս, որ ոչ թե երկիրն է կարևոր, ոչ թե ժողովուրդն է կարևոր Եվրամիության համար, այլ իշխանություններն են կարևոր։ Եթե իշխանությունները պատրաստ են վարել այն քաղաքականությունը, որը համապատասխանում է Եվրամիության շահերին, ապա նշանակում է, որ այդ պետությունը կարող է դառնալ անդամ պետություն, բայց եթե անգամ այդ պետության մեջ ժողովրդավարություն է հաստատվել, ստանդարտներն են համապատասխանում Եվրամիությանը, բայց իշխանությունները վարում են այլ քաղաքականություն, ուրեմն իրենց հետ իրենք փորձում են չվարել այն քաղաքականությունը, որը բերելու է ի վերջո այդ պետության Եվրամիության անդամակցությանը։ Հիմա նույնն Հայաստանի պարագայում ըստ էության այսօրվա իշխանությունները իրենք վարում են այնպիսի քաղաքականություն, նույն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, Եվրամիության հետ խորացնելու հարաբերությունների համատեքստում, որը դուրեկան է Եվրամիությանը, դրա համար իրենք շահագրգռված են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց հավատացեք այն օրը, երբ որ Հայաստանում իշխանափոխություն լինի, այլևս Եվրոպայում չեն խոսելու Հայաստանի մասին այն մակարդակով, ինչը մենք այսօր տեսնում ենք, այլևս այլ հարաբերություններ են լինելու։ Սա այսինքն ցույց է տալիս, որ իշխանություններն են կարևոր, եւ կարևոր է, որ այդ իշխանությունները ենթարկվեն Եվրամիության քաղաքականությանը, այլ ոչ թե ներքաղաքական իրավիճակն է կարևոր, ժողովրդավարությունն է կարևոր, տնտեսական ստանդարտներն են կարևոր, սա այս ամեն ինչը երկրորդական, երրորդական է Եվրամիության համար։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, այստեղ դժվարանում է ասել ակնհայտ, թե ինչպիսի քաղաքականություն է փորձում վարել Երևանը, այսօրվա իշխանությունները, որովհետև մի կողմից իրենք շարունակում են մնալ ՀԱՊԿ անդամ պետություն եւ ԵԱՏՄ անդամ պետություն, բայց մյուս կողմից զուգահեռ փորձում են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ եւ ինչու ոչ ՆԱՏՕ որոշ անդամ պետությունների հետ, ինչը մեկը մյուսին հակասում է։ Հիմա այսպիսի քաղաքականություն երկար վարել հնարավոր չէ։ Գալու է մի պահ, որ դու պետք է վերջնական որոշումը կայացնես եւ Մոսկվան հենց դրան է դրդում Հայաստանին, որպեսզի հնարավորինս շուտ այդ վերջնական որոշումը կայացնեն, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունն է, չնայած որ խոսում են սառեցնելու կարգավիճակը մասին, բայց այդպիսի հնարավորություն Հայաստանը չունի եւ ոչ մի այլ պետություն չունի ՀԱՊԿ-ի շրջանակներում չկա նման օրենք, որ դու կարող ես սառեցնել քո կարգավիճակը, դու կամ անդամ պետություն ես, կամ անդամ պետություն չես, բայց Հայաստանը այսօր անհասկանալի ինչ որ քաղաքականություն է ՀԱՊԿ-ի վերաբերյալ, եթե չեք ցանկանում մնալ ՀԱՊԿ-ում, ապա դուրս եկեք ՀԱՊԿ-ից։ Սա բավականին տրամաբանական է, բայց դա չեն իրականացնում Հայաստանում։ Նույնը վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Եթե չեք ցանկանում խորացնել ձեր հարաբերությունները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, այդ թվում Ռուսաստանի հետ, ապա դուրս եկեք այդ կազմակերպությունից, բայց դա էլ չեն իրականացնում։ Այս անհասկանալի քաղաքականությունը ինքը, ես կարծում եմ, ոչ միայն Ռուսաստանին, այլ միջազգային այլ խաղացողներին դուրեկան չէ, որովհետև իրենք փորձում են պարզաբանել, թե վերջնական որոշումը որն է Հայաստանի եւ մոտակա տարիների ընթացքում, կարճաժամկետ ընթացքում մենք տեսնելու ենք այդ ճնշումը Հայաստանի նկատմամբ ոչ միայն Մոսկվայի կողմից, այլ խաղացողների կողմից, որ Հայաստանը վերջնական իր որոշումը կայացնի։